Ընտրությունների վերաբերյալ վերջին շրջանում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունները մոնտաժված չեն և կոնտեքստից կտրված չեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Նա ընդգծեց, որ հանրությանը ներկայացրել են ձայնագրությունների այն ամբողջական հատվածները, որոնք վկայում են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Նահապետյանի խոսքով ավարտվել է 14 քրեական վարույթ 54 անձի վերաբերյալ, և դրանք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Նա նաև ներկայացրեց նախաձեռնված վարույթների քանակը և դրանց վերաբերյալ արձագանքները։ Ունենք շուրջ 115 քրեական վարույթ նախորդ օրվա դրությամբ եմ ասում, քանի որ ամեն օր այդ վարույթները ավելանում են։ Մենք ունենք 115 քրեական վարույթ, այդ 115 քրեական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք և որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերկած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակի ես չեմ, կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ, որևէ վարույթով մենք չունենք։ Ընտրական գործընթացների ֆոնին նաև խոսվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին, ինչի վերաբերյալ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նշեց, որ ընդդիմությանը շահեկան է հիմա բոլոր քրեական գործերը պիտակավորել որպես քաղաքական հետապնդում, ինչը ամենևին էլ այդպես չէ։ Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումները եղել են և քրեական գործեր նրա վերաբերյալ եղել են այս բոլոր տարիների ընթացքում, դատական պրոցեսներ են եղել և կան, այդ թվում և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման համատեքստում։ Անդրադարձ եղավ նաև կազմակերպչական և ընթացակարգային խնդիրներին, կապված տեղամասերում վստահված անձած ու հանձնաժողովների աշխատանքների հետ։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողները նշեցին, որ սահմանափակվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները։ Այս ամենի վերաբերյալ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը նշեց, որ նման գործողություններն անթույլատրելի են և խախտումների վերաբերյալ տեղեկությունները պետք է պատշաճ կերպով արձանագրվեն, սակայն մեծ թվով ներգրավված անձանց պայմաններում երբեմն սխալներ լինում են, ինչը բնական երևույթ է։ Ամեն ընտրությունից առաջ մենք հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գրամ, բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահներ, չգիտեմ, քարտուղարներ։ Տեսեք, իրեն քննությունը, այսինքն թեստը բարեհաջող հանձնում են, գալիս են, դասընթացներ են անում, բացատրում են, բայց ասենք իսպար չլինի, մեկ էլ տեսար ազանգստանում ենք, որ, չգիտեմ, վստահված անձն է ուզում փոխվի, օրինակ, դա էլ կարող լինի, այսինքն չեն թողում, թեկնածուն է ուզում, ասենք 8-ից հետո մտնի ներս, չեն թողում, հա, լինում է, ես ասում եմ, այս դեպքում 16,000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում, երևի մոտավորապես մի 10 նման ազանգ է եղել։ Այսպիսով ընտրական գործընթացների շուրջ քննարկումները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Պատասխանատու կառույցներ վստահեցնում են, որ արձանագրված բոլոր դեպքերը ստանում են իրավական գնահատական։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։